ամեն ինչ թողեք եւ զբաղվեք սրանով։ Բայց սա ես երեք վերջացրել եմ։ Վերջացրել եք, բայց բազմաթիվ անհամապատասխանություններով։ Տեսեք, այստեղ բավականին լուրջ անհամապատասխանություններ կան։ Ես այդպես չեմ կարծում։ Ալլա, ես ձեզ կոնկրետ առաջադրանք եմ տվել։ Եվ արդեն որերորդ անգամ է դուք անում եք այնպես, ինչպես դուք եք ցանկանում։ Թույլ տվեք ձեզ հիշեցնեմ, որ ես 25 տարի է այս ոլորտում եմ աշխատում։ Գիտեմ եւ գնահատում եմ ձեր տարիների փորձը, սակայն արեք այնպես, ինչպես պահանջվում է։ Երբ ազատ ստեղծագործելու հնարավորություն կունենաք, կանեք այնպես, ինչպես դուք եք ցանկանում։ Բայց Հասկացեք, Ալլա, ես ձեզանից պահանջում եմ այն, ինչ ինձանից պահանջում է պատվիրատուն։ Եվ խնդրում եմ ենթարկվեք։ Նոր տարբերակում հուսամ կլինի այնպես, ինչպես ես եմ ուզում, եւ առանց թերացումների։ լավ։ Բարի։ Ալլան չէր կարողանում հաշտվել այն փաստի հետ, որ իրենից անհամեմատ երիտասարդ մեկը նշանակվել էր իրեն վերադաս։ Ամեն անգամ, երբ Գարիկը ինչ-որ առաջադրանք էր տալիս Ալլային, նա կարծես վիրավորված ինքնասիրությամբ էր կատարում ղեկավարի պահանջը, մեղադրելով անարդար ճակատագրին։ Ողջույն, գերեզգույն։ Ալա։ Դե ինչ եղել, ինչի՞ ես այդպես հուզված։ Ալա։ Ալա մի հատ խմի։ Հա, ո՞նց ես։ Լավ եմ, շնորհակալ եմ։ Դե ասա տեսնեմ ինչ է եղել։ Ինչ պիտի լինի։ Էլի մեր նոր շեֆը։ Էդ ինչ ես արել, որ այդ օրնա գցել։ Հերիք եղավ։ Ես դրա հարցեր լուծելու եմ։ Պետք չի։ Չեմ ուզում, որ իմ պատճառով կռիվ լինի։ Ախր իրան ինչի տեղադրել, բոլորիս դասեր է տալիս։ Երիտասարդ է։ Հա։ Ինքնահաստատվում է։ Ոչ մեկի ասածը հաշվի չի առնում։ Գիտես, մտածում եմ, որ մենք էլ մեր իմացածն էլ վաղուց արդեն հնացել ենք։ Այդ դրա համար պիտի բացատրենք, որ գլուխը մտնի։ Կբացատրենք, բայց ոչ հիմա ու ոչ իմ պատճառով։ Ավելի լավ է ասա, ոնց հանգստացար։ Լավ, շատ լավ։ Մնում է, որ ես հանգստացածս վայել եմ։ Մոռաս Ալա ջան, սա էլ քեզ։ Ինչ ես նեղություն քաշել։ Բացի։ Շնորհակալ եմ։ Լավ, դե հիմա քո ձեռքով մի հատ համեղ սուրճ խմենք, հետո կանցնենք գործ, եղա՞։ Լավ։ Վաղինակը նույնպես չափազանց փշոտ էր ընդունում նոր տնօրենի ներկայությունը։ Ինչպես աշխատել մեկի ենթակայության տակ, ով իր որդու տարիքին է, նրա ինքնասիրությունը թույլ չէր տալիս ընդունել, որ Գարիկը լավ մասնագետ էր եւ լավ ղեկավար։ Հենց տարիքային այդ խնդիրների պատճառով էր, որ Գարիկի եւ ենթակաների միջև պարբերաբար խնդիրներ էին առաջանում։ Երեկվա երեխան է, բայց ոչ մեկին չի լսում։ Հրամաններ տալով գնում գալիս է։ Բոլորին դիտողություն է անում։ Այնպիսի տպավորություն է, որ բացի իրենից ոչ ոք աշխատել չգիտի։ Այսինքն անտեղի դիտողություններ է անում։ Դե չէ, ես իհարկե մի փոքր թերացել էի, բայց շատ վիրավորական էր։ Վիրավորական էր, որ նկատեց, որ թերացել էիք։ Այսքան տարի աշխատում եմ ու շատ լավ գիտեմ, որը որից հետո է։ Ընդամենը 2 օր եկել է ու բոլորին խելքա սովորացնում։ Չնայած ձեր բազմամյա փորձին, միևնույն է դուք թերացաք, իսկ նա դա նկատեց։ Ես արդեն հասկացա, որ դու ամեն օր ուշանալու ես։ Նեղանում ես։ Չէ, որովհետև դու աշխարհի ամենապատասխանատու, ամենաաշխատասեր տնօրենն ես։ Գործադիր տնօրեն։ Դե թեկուզ այդպես։ Ուր էր թե աշխատողներն էլ այդպես մտածեին։ Ինչ էլի պատերազմների մեջ եք։ Մեղմ ասած։ Այսօր Ալան այնպիսի մի նախագիծ է հարամարել, որ էլ ասելու չի։ Բա հետո։ Դե հետո ես էլ բարկացած էի, մտա մոտը եւ ամբողջ օրը մեղքի զգացումը տանջում էր ինձ, ինչու հետը խիստ խոսեցի։ Դե լավ, քո խիստն էլ գիտեմ ինչպես է։ Ասում ես,
Բայց եթե այդպես չանեմ, գիտես ինչ ամփույթ կաշխատեմ։ Դե դու էլ փորձիր լեզու գտնել։ Տարիքով մարդիկ են ամեն դեպքում։ Այ ամբողջ հարցն էլ այդ տարիքն է։ Այսինքն Դե նրանց կարծիքով երիտասարդ լինել նշանակում է ոչինչ չիմանալ եւ ենթականերին հանձնարարականներ տալու իրավունք չունենալ։ խելք չունենալը մոռացար ասել։ Ծիծաղում ես, բայց հենց այդպես էլ մտածում եմ։ Դե դու էլ ապացուցիր, որ եւ երիտասարդ ես, եւ խելացի, եւ աշխատել գիտես։ Մնաց դրա ձևը գտնեմ։ Ալլան էլ վաղինակն էլ չեն ուզում ուղղակի ինձ լսել։ Դե դու ձևերը կգտնես։ Իսկ հիմա այդ մտքերը թող գնալը բացի, որ ընտրեք։ Լսում եմ շրջան։ Բարև ձեզ։ Բարև Գարիկ։ Ուզում եի ասել, որ ձեր կատարած երեկվա աշխատանքն ուղղակի անթերի էր։ Գիտեմ, մինչև ժամը 9 գրասենյակում եմ եղել։ Գիտեմ եւ գնահատում եմ։ Վաղինակն ուր է։ Դուրս ա եկել, շուտ հետ կգա։ Հա։ Դա չխանգարեմ։ Բարև։ Ուր ես ինչ ես ուշանում։ Գործեր, Ալաջան, գործեր։ Այդ ինչ ես հարցնում, բան ա եղել։ Գարիկն էր հարցնում։ Ինչ էր ուզած։ Չգիտեմ։ Հարցնում էր ուր ես էլ ասեցի դուրս ես եկել շուտ կվերադառնաս, բայց չհավատաց։ Այդ իրա գործն ա։ Արդեն 2 անգամ ա քեզ ուշանալու համար նկատողություն ա անում։ Է թող երրորդ անգամ զգուշացնի, այ քեզ բա։ Մենակ չեմ հասկանում ինչի ես անընդհատ գլխիդ խնդիրներ սարքում։ Ալաջան, բա լավ չէր Բարսեղյանի օրոք։ Մեր տարիքի մարդ էր։ Երբ ուզում գնում էինք, երբ ուզում գալիս էինք, մեր արած գործս էր գոհեր ու շնորհակալ։ Չէ, սրա նման անընդհատ միջով սխալ բան ա ուզում փնտրել։ Վաղինար, անցածը էլ հետ չես բերի։ Ալաջան, ցավը տանը, մի հատ քո այն համով սուրճիզիկ խմե, հետո նա կանցեն գործ։ Հանի, Գարիկ, ուր ես հասել։ հանդեր դուրս չեմ եկել։ Բայց մենք կուշանանք, մոռացել ես, այսօր մամայի ծննդյան օրն է։ Բոլորը հավաքվել են, մեզ են սպասում։ Չէ, չեմ կարողանում դուրս գալ։ Շտաբ գործ կա, Ալլային վաղինակին խնդրել եմ, որ մնան գործից հետո։ Ես ճիշտ չի լինի դուրս գամ։ Ու ինչ ես առաջարկում։ Դու գնա ռեստորան, ես այստեղից մի անգամից կգամ ավելի ուշ։ Լավ, պարզա։ Նորից ես այնտեղ մենակ եմ մնալու, դու էլ կգաս այն ժամանակ, երբ որ տուն գնալու ժամը կլինի։ Չէ, Լավ կար, ես գնում եմ, արանենց ոնց ճիշտ ես համարում։ Արդեն մի քանի անգամ Գարիկը աշխատանքի պատճառով չէր կարողանում մասնակցել ընտանեկան միջոցառումներին։ Նա հասկանում էր, որ Անիի դժգոհությունը անհիմն չէր, սակայն չէր ցանկանում նաև ամբողջ աշխատանքը թողնել Ալայի եւ Վաղինակի վրա։ Վերջացնում եք։ Ամենաշուտը 2 ժամից։ Այդ դեպքում դուք գործը ավարտին հասցրեք, ես պետք է գնամ։ Եթե այսօր ամբողջությամբ ավարտեք, վաղը կարող եք օրվա երկրորդ կեսից գալ։ Լավ։ Լավ։ Բարի գիշեր։ Ստեսում։ Քեզ ինչ եղավ։ Հիմա սիրտս կտրակի։ Դու դրա տեսար։ Խոսելը լսեցիր։ Մի քիչ կամաց, հա, կլսի։ Է թող լսի։ Կարող է գիտի մենք իրաց տրուկն ենք։ Ինքը տնորենն է։
Ինչ տնորեն է դլակոտից։ Հա, ջահել է, բայց մի մոռացի, որ մեր տնօրենն է։ Բայց դա չի նշանակում, որ իր ուզածի պես մեզ օգտագործի։ Գարիկը մեզ խնդրեց, որ աշխատանքը վերջացնենք։ Տեսար ասեց, առավոտյան էլ կարող եք ուշ գալ։ Գիտես հետաքրքիր ինչը կլիներ, որ այդ խնդրանքը մերժելու հնարավորություն ունենայինք։ Ինչ ես անիմաստ բորբոքվում։ Ավելի լավ է աշխատանքը վերջացրու։ Քեզ ինչ տարբերություն։ Այստեղ մնաց թե տանը։ Ինչ ես ուզում ասել։ Հա ու տանը մենակ չես։ Պետք է գնաս տուն, մենակ պուպուի նման նստես։ Ավելի լավ այստեղ նստես, քեզ համար գործ կանես։ Իմ հարցը ուրիշ է։ Ես հիմա տղաների հետ նարդիկ խաղայի, թոռներիս հետ ֆուտբոլ։ Այդ արդեն քո գործն է։ Ինքդ որոշի թե քեզ որտեղ հարմար լինես։ Ու գիտես ինչ։ Գարիկի նման 1000 մարդ լինի, մեկը ես այստեղ մնացողը չեմ։ Ոնց կուզես։ Դու չես գալիս։ Չէ։ Ինձ տանը սպասող չկա։ Գիտես, ես հեսա գնում եմ։ Ցտեսություն։ Անի, Հա, գար։ Ան, ես ռեստորանի բակում եմ։ Հա, ինչ լավ է, բա ինչի ներս չես գալիս։ Ան, չեմ կարող, կներես։ Ընդամենը 2 ժամ։ 2 ժամից հետ կվերադառնամ, լավ։ Խոստանում եմ։ Լավ, Գարիկ, գիտեմ, գալու ես ու ուշքդ միտքդ այնտեղ լինի։ Ան, Գնա, ես այստեղ կսպասեմ հանգիստ գործդ վերջացրու արի։ զլավինակ նուրա։ Ճիշտն ասած, գործեր ուներ դուրս է եկել։ Պարզա։ Ալլա ջան, եթե շատ հոգնած չեք, ես էլ մնամ իրար հետ գործը ավարտենք։ Ես էլ եմ ուզում այսօր վերջացնենք։ Գուցե վաղինակը ճիշտ է։ Ես շատ հանդուրժող եմ Գարիկի բոլոր պահանջների նկատմամբ, որովհետև մենակ եմ։ Կարծում եք դա է պատճառը, թե այն, որ ձեր ղեկավարը արդարացի պահանջներ է ներկայացնում։ Ուղղակի չեմ կարողանում համակերպվել։ Ախր շատ երիտասարդ է։ Դուք կարծում եք, որ կոլեկտիվի ղեկավարը կոլեկտիվի բոլոր անդամներից տարիքով մեծ պետք է լինի։ Դե չէ, բայց այսքան երիտասարդ։ Իսկ ձեր համար ո՞րն է ավելի կարևոր՝ ղեկավարի տարիքը, թե բանիմացությունը եւ արհեստավարժությունը։ Վաղինակ, Բարև ձեզ։ էլի ուշանում եք։ Ձեր համաձայնությամբ դուք ասացեք, եթե ուշ ավարտենք աշխատանքը, կարող ենք հաջորդ օրը ուշ գալ աշխատանքի։ Կարող եք ասել ով է ավարտել աշխատանքը։ Չհասկացա։ Ես գիտեմ, որ դուք 3 շուտ եք տուն գնացել։ Ես այո, մի քիչ շուտ եմ գնացել։ Վաղինակ, ես այլևս այսպիսի խոսակցությունների մասնակից չեմ ուզում լինել։ Ազնիվ աշխատեք։ Բարև Վաղինակ։ Բարև։ 1000 բարի եկաք։ Լավ ես, Ալլա ջան։ Լավ է։ Էս շուտ ես եկել։ Գարիկին հարցնեիր։ Գարիկն ինչ կապ ունի։ Դե որ իմ շուտ գնալու մասին հասցրել ես նրան, ես գալուց մասին էր ասեիր։ Աչքից մտերմացել եք, հա։ Ինչ ես խոսում։ Ինչ հասցնել։ Երեկվա գնալս նկատի ունեմ։ Այդ մեջքիս հետևից վատություն ես ուզում անել, հա։ Ձեզ մոտ դա չի ստացվի։ Լսի ինչ ես խոսում։ Ես ոչ մի վատ բան ոչ արել եմ, ոչ էլ կանեմ։
Երևի Գարիկը գնացել է եղուն գնայողի մոտ ու իմացել է, որ ես շուտ եմ գնացել, չէ՞։ Դու ամեն ինչն ինձ չես ներկայացնում։ Ալա, ես կարծում եմ, որ դու էլ ինձ նման չես ուզենա մեկի ձեռի տակ աշխատել, ում տարիքը մեր աշխատանքային փորձից քիչ է։ Լսի Վաղինակ, Կյանքում չէի պատկերացնի, որ դու, ալա, ընդունակ ես մեջքից հարվածել։ երեք քո գնալուց հետո Գարիկը հետ եկավ։ Ես ինչ կարող էի անել։ Տեսա, որ դու տեղում չես, ես ինչ մեղք ունեմ։ Դու ոչ մի բանում մեղավոր չես, Ալլա։ Գարիկ, Դու մեղավոր չես, որ Վաղինակը գործից շուտ է գնում, ուշ է գալիս, չի ուզում աշխատել, ընդմիջման է գնում 2 ժամով եւ նման շատ ու շատ բաներ։ Դուք իրավունք չունեք։ Ես երկար տարիներ այս ընկերության լավագույն աշխատակիցներից եմ եղել։ Միգուցե, բայց ես հասկացա, որ դուք ոչ միայն չեք ուզում աշխատել, այլ նաև տարական էթիկա չունեք հարգելու ձեր գործընկերոջը, ում հետ երկար տարիներ աշխատել եք մի սենյակ։ Դա արդեն իմ ու Ալայի գործն է։ Չէ, Վաղինակ, դա արդեն մեր բոլորի գործն է։ Ես ինչ որտեղ կարող եմ լռել, որ դուք թերանում եք աշխատանքում։ Ես կարող եմ իմ օգնությունը առաջարկել ձեզ աշխատանքի հարցում, բայց երբ հարցը հասնում է նման մարդկային հարաբերություններին, ինձ մնում է միայն մեկ բան։ Եվ հարգելով նույնիսկ ձեր տարիքը, այնուամենայնիվ կխնդրեմ դիմում ներկայացնեք աշխատանքի ձեռացման։ Ես դիմում չեմ գրի։ Եթե դուք մեծ ցանկություն ունեք ինձ հեռացնելու, խնդրեմ, հեռացրեք։ Շատ բարի։ Հենց այս պահից դուք ազատված եք աշխատանքից, խնդրում եմ ազատեք աշխատասենյակը։ Ես իսկապես չի ուզում։ ես միշտ մեղադրում էի Գարիկին։ Մտածում էի, որ շատ երիտասարդ է ու մեզ խորհուրդներ տալու իրավունք չունի։ Բայց հիմա հասկանում եմ, որ տարիքը մարդկային արժեքների հետ ոչ մի կապ չունի։ Ուղղակի շատ դժվար է համակերպվել իրականության հետ։ Կարծում եմ, որ դուք ճիշտ եք։ Իսկ ինչ կասեք Վաղինակի մասին։ Վաղինակն իրեն շատ սխալ պահեց։ Ես չգիտեմ, թե ինչ կանեի, եթե Գարիկի փոխարեն ես լինեի։ Մի բան հաստատ է, որ Գարիկը բավականին համբերատար էր Վաղինակի նկատմամբ։ Ստացվեց, որ ձեր երիտասարդ ղեկավարը ձեր տարիքով գործընկերոջից շատ ավելի իմաստուն գտնվեց։ Միանշանակ։ Կարծում եմ հասկացանք, որ տարիքը ոչ մի կապ չունի մարդու հասունության հետ։ Եվ սխալ կլինի մարդուն արժևորել ելնելով միայն իր տարիքից։ Հուսով եմ, որ մեր կյանքի հետագա ընթացքում մենք սա որպես կյանքի փորձ կընդունենք։ Հաճախ մենք թերագնահատում ենք երիտասարդներին, մոռանալով մեզ երիտասարդ տարիքում։ Ենթադրում ենք, որ տարիքի հետ մարդը պետք է հասունանա եւ իմաստուն դառնա։ Բայց կյանքում հանդիպում ենք հասունության տարիքի հասած մարդկանց, որոնց կյանքը չի փոխել։ Արդյոք ճիշտ է գնահատել մարդու հասունությունը, իմացական ոլորտը, հաշվի առնելով միայն այս կյանքում նրա անցկացրած տարիները։ Արդյոք այդ անցկացրած տարիների որակը նշանակություն չունի։